Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին եւ այսպես քաղցկեղի դեմ պատվաստանյութ կա ու պարզվում է, որ այս գործում նաեւ հայի մասնակցություն կա։ Նոր պատվաստանյութը տալիս է դրական արդյունքներ, այն կանխում է մելանոմայի կրկնությունը բարձր ռիսկային հիվանդների մոտ։ Ըստ Moderna-ի եւ Merck ընկերությունների ներկայացրած տվյալների, փորձարկումը ներառել է 1137 հիվանդ։ Մասնակիցները ստացել են պատվաստանյութ եւ Keytruda դեղամիջոց։ Արդյունքները ցույց են տալիս հիվանդության վերադարձի ռիսկի նվազում, ընկերությունները շարունակում են ուսումնասիրել հիվանդների կյանքի տևողությունը։ Սա շրջադարձային պահ է քաղցկեղի հետազոտության համար, ասել է Moderna-ի ղեկավարը։ Պատվաստանյութը ուսուցանում է իմունային համակարգին սպանել քաղցկեղի բջիջները։ ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությունը արդեն հաստատել է նման տեխնոլոգիայով գրիպի պատվաստանյութ, սակայն առողջապահության նախարարը քննադատել է այս տեխնոլոգիան, նա նաեւ կրճատել է ֆինանսավորումը նախորդ տարի։ Չնայած այս խոչընդոտներին, ընկերությունների բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է։ Շուկան դրական է արձագանքել այս լուրին։ Հիշեցնեմ, որ Moderna-ի համահիմնադիրը ազգությամբ հայ Նուբար Աֆեյանն է։ Ամերիկյան ռազմական նավը հայտնվել է անօգնական վիճակում։ USS Benfold նավը հոսանքազրկվել է հուլիսի 24-ին գեներատորների անսարքության պատճառով։ 300 նավաստի 4 օր մնացել են առանց կենցաղային պայմանների։ Նրանք չեն ունեցել անգամ խմելու ջուր եւ սնունդ։ Նավը վերանորոգման համար քարշակվել է Ֆիլիպիններ, այնտեղ է հասել հուլիսի 28-ին, եւ միայն դրանից հետո է նավաստիները նավից դուրս եկել ջուր ու սնունդ ստացել։ Օգոստոսի 8-ին նավը լքել է նավահանգիստը։ Այժմ նավի համակարգերը աշխատում են բնականոն հունով։ Սա ռազմանավերի հետ կապված միակ խնդիրը չէ։ Վերջին ամիսների ընթացքում այլ միջադեպեր եւս եղել են այլ նավերի վրա։ Հարցը լրջորեն քննարկում է Պենտագոնը, թեման նաեւ օրենսդիրների ուշադրության կենտրոնում է։ Ընթացիկ իրադարձությունները ստիպում են վերանայել ռազմածովային ուժերի սպասարկման ծառայության պայմանների, ինչպես նաև անձնակազմի անվտանգության հետ կապված մի շարք հարցեր։ Մահացու փոթորիկներից մեկ շաբաթ անց Ինդիանայի հազարավոր բնակիչներ մնացել են առանց հոսանքի։ Չորեքշաբթի օրվա դրությամբ լույս չունի 75,000 հաճախորդ։ Ամենաշատ տուժածը Լեյք շրջանն է։ Այնտեղ քամու արագությունը հասել էր ժամում 99 մղոնի։ Քամին մեծ վնաս է հասցրել ենթակառուցվածքներին, անհրաժեշտ է փոխարինել 344 էլեկտրասյուն։ Գերի քաղաքում լույսը կվերականգնվի միայն օգոստոսի 25-ին, բնակիչները ստիպված են սննդի համար հերթեր կանգնել։ Էլեկտրականության բացակայության հետ կապված լրացուցիչ խնդիրներ կան։ Ջրամատակարարումը եւս լիարժեք չի իրականացվում։ Փոթորիկների հետևանքով զոհվել է 7 մարդ, նրանց թվում 4 տարեկան տղա։ Փոթորիկից մոտ մեկ շաբաթ անց փրկարարները եւ վերականգնողական բրիգադները շարունակում են մաքրման եւ վերականգնողական աշխատանքները։ Թրամփը պատրաստվում է նոր հանդիպման Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ։ Տեղեկությունը ԱՄՆ նախագահը ինքն է հաստատել լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողների հարցին Թրամփը պատասխանել է. «Այո, ես հանդիպելու եմ» ու ավելացրել. «Նա ունի 57 շատ հզոր միջուկային զենք»։ Օրեր առաջ էլ Թրամփը հրահանգել էր կրճատել ամերիկյան զորքերի զորավարժությունները Հարավային Կորեայի հետ։ Նա դա հիմնավորել էր իր եւ Կիմի լավ հարաբերություններով։ Թրամփը պնդել էր, որ նման զորավարժությունները Հյուսիսային Կորեայի կողմից կարող են դիտարկվել թշնամության նշան։ Նա նաև քննադատել է դրանց թանկարժեքը։ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ պաշտոնական հարաբերություններ չունի։ Այս իրավիճակում Թրամփ Կիմ Չեն Ըն հանդիպման հեռանկարը հակասական գնահատականների է արժանացել։ Սպիտակ տունը դեռևս մանրամասներ չի հայտնել հանդիպման մասին, բայց նաև չի հերքում, որ այն նախապատրաստվում է։ ԱՄՆ պետական պարտքը հասել է նոր ռեկորդի, գերազանցելով 40 տրիլիոն դոլար, այս մասին հայտնել է Գանձապետարանի դեպարտամենտը։ Վերջին 10 տարում պարտքը կրկնապատկվել է, ֆինանսական ճգնաժամի վտանգը դառնում է ավելի իրական։ Պետությունը ավելի շատ է ծախսում, քան ստանում է։ Աճը պայմանավորված է սոցիալական ծրագրերի ծախսերով։ Այսօր ամերիկան պաշտպանական ծախսերից ավելի շատ գումար է ծախսում պարտքի տոկոսները մարելու համար։ Տոնավաճառների ծախսը այս տարի կազմել է 1,2 տրիլիոն դոլար։ Դա գրեթե կրկնակի գերազանցում են նույն տարվա պաշտպանական ծախսերը եւ դառնում է բյուջեի մեծ բեռ։ Ըստ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի նոր օրենքները կավելացնեն պարտքը։ Թրամփը խոստացել է ծախսերի կրճատում գործակալությունների աշխատանքի միջոցով, սակայն հիմնական ծախսերը մնում են անփոփոխ։ Մասնագետները կոչ են անում կտրուկ քայլեր ձեռնարկել, հակառակ դեպքում երկրի տնտեսությունը կհայտնվի վտանգավոր վիճակում։
Միլիոնավոր երեխաներ կարող են կորցնել սննդի օգնությունը։ Թրամփի նոր օրենքով սահմանված սննդի հավելավճարների SNAP-ի կրճատումը վերաբերում է հազարավոր ընտանիքների։ Սա ծանր հարված է բազմաթիվ աղքատ տնային տնտեսությունների համար։ Օրենքը կոչվում է «Մեկ մեծ գեղեցիկ օրինագիծ»։ Այն նպատակ ունի կրճատել պետական ծախսերը։ Դեմոկրատները քննադատել են այս որոշումը, նրանք պնդում են, որ սա վտանգում է երեխաների առողջությունը, սակայն Թրամփի թիմը պաշտպանում է իր մոտեցումը։ Նրանք նշում են, որ սա բյուջետային կարգապահության անհրաժեշտ մաս է։ Փորձագետները կանխատեսում են դժվարություններ շատ նահանգներում՝ Կալիֆոռնիան, Թեքսասը եւ Փենսիլվանիան առավել տուժողների շարքում են։ Իրավիճակը Քոլորադոյում եւ Քարոլինայում նույնպես լարված է։ Տեղական իշխանությունները փորձում են գտնել այլընտրանքային լուծումներ։ Որոշ նահանգներ կարող են լրացուցիչ ֆոնդեր հատկացնել իրենց ուժերով, սակայն դա չի լուծում հիմնական խնդիրը։ Իշխանությունները պնդում են, որ սա կբարելավի երկրի ֆինանսական վիճակը։ Ընդդիմադիրները կոչ են անում կասեցնել կրճատումները, քանի որ միլիոնավոր մարդիկ պատրաստ չեն դրանց։ Երկու կայակապվար ծովում հայտնվել էին անօգնական վիճակում, նրանք 14 մղոն հեռու էին Կալիֆոռնիայի ափերից։ Նրանց փրկել է բջջայինի հանկարծակի ազդանշանը, այն գործել է աղետի պահին եւ նրանք կարողացել են տեղեկացնել աղետի մասին։ Կայակը շրջվել էր Անակապա կղզու մոտ։ Մարդիկ ջրում էին մոտ 4 ժամ։ Նրանք ունեին ջրասուզակի հագուստ եւ բաճկոններ, սակայն նավակում ռադիոկապ չկար։ Առափնյա պահպանությունը ուղարկել է փրկարարական խմբեր, ուղղաթիռը գտել է նրանց կեսգիշերից հետո։ Փրկվածները տեղափոխվել են Օքսնարդ օդանավակայան, նրանց վիճակը գնահատվել է կայուն։ Կայակը եւ իրերը ավելի ուշ գտել է մասնավոր ծառայությունը։ Փրկարարները խորհուրդ են տալիս ծով դուրս գալու ժամանակ ունենալ նաեւ սուլիչ կամ հայելի, որոնք կարելի է օգտագործել կապի այլ միջոցներ չունենալու պարագայում։ Ցանկալի է նաև հայտնել երթուղու մասին վստահելի մարդու կամ կազմակերպության։ Սա կօգնի ավելի արագ կազմակերպել փրկարարական աշխատանքները, եթե դրա անհրաժեշտությունը ծագի։ Ռոդ Այլենդ նահանգում թանկարժեք ծովամթերքը թափվել է ճանապարհին։ Խոսքը շուրջ 2 տոննա կաղամարի մասին է։ Ոստիկանությունը կատարվածը կոչել է 26 թվականի կաղամարների ապոկալիպսիս։ Բեռնատարի կցորդը պոկվել ու շրջվել է ճանապարհին, վարորդը չի տուժել։ Բեռը հավաքվել ու տեղափոխվել է վերամշակման կայան։ Ճանապարհը փակ է եղել 7 ժամ։ Կաղամարները ամբողջությամբ հեռացվել են ասֆալտից։ Մաքրման աշխատանքները ավարտվել են մոտ 4 օրվա ընթացքում։ Դեպքի հանգամանքները դեռ պարզ չեն։ Այս պահին ոչ ոք դեռ չի պատժվել։ Ճանապարհը այժմ բաց է երթևեկության համար։ Իրավիճակն ավելի բարդ է եղել Լոս Անջելեսում գրանցված վթարի դեպքում։ Պատահարը գրանցվել է 210 մայրուղու վրա Փենսիլվանիա պողոտայի մոտակայքում։ Այրվող բեռնատարը կաթվածահար է արել ճանապարհները։ Բազմաթիվ մեքենաներ են բախվել միմյանց։ Մայրուղին փակվել է երթևեկության համար։ Մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Բարեկային ծառայությունը հայտարարել է Sig Alert, սա երթևեկության լուրջ խափանման մասին նախազգուշացում է եւ կիրառվում է խոշոր վթարների դեպքում։ Ճանապարհի բոլոր արևմտյան գոտիները երկար ժամանակ փակ են մնացել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր։ Հրդեհը արագ մարվել է մասնագետների կողմից, սակայն վթարի հետևանքով առաջացած հսկայական խցանումները պահպանվել են ժամեր շարունակ։ Իրավապահները քննում են վթարի պատճառները։ Փասադենայի հարևանությամբ Սան Գաբրիել լեռներում գտնվող Մաունթ Վիլսոն աստղադիտարանում ցուցադրվելու է հայտնի ֆանտաստիկ ֆիլմերից մեկը։ Խոսքը 1956 թվականի Մարմիններ գողացողների ներխուժումը ֆիլմի մասին է, որի տեսարաններից մի քանիսը նկարահանվել են հենց Սիերա Մադրեում աստղադիտարանի հարևանությամբ։ Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին ժամը 15-ին աստղադիտարանի 256 տեղանոց դահլիճում։ Տոմսի արժեքը $20։ Այցելուներին անհրաժեշտ կլինի նաև հատուկ անցագիր։ Այն կարելի է ձեռք բերել տեղի Cosmic Cafe սրճարանում։ Այստեղ կվաճառվեն նաև սնունդ եւ ըմպելիքներ։ Ֆիլմը պատմում է այլմոլորակայինների մասին, որոնք քաոս են առաջացնում։ Սիերա Մադրեն ֆիլմում փոխարինել է Սանտա Միրա քաղաքին։ Ծրագրում կան այլ գիտաֆանտաստիկ ֆիլմեր եւս։ Այցելուները կարող են նաև ուսումնասիրել աստղադիտարանի տարածքը։ Սա կարող է ընտանեկան կամ ընկերախմբով հանգստի հիանալի տարբերակ լինել։ Ինչով է առանձնանալու Օրինջ շրջանում անցկացվող նավակների ավանդական շքերթն այս տարի։ Արդեն հայտնի են որոշ մանրամասներ։ Dana Point նավահանգիստը հայտնել է այս տարվա շքերթի թեման։ Միջոցառումը կանցկացվի արևադարձային ոճով։ Յուրաքանչյուր մասնակից նաև կարող է ընտրել իր զարդարանքը ընդհանուր ոճին համապատասխան։ Նավակների 51-րդ շքերթը կանցկացվի դեկտեմբերի 11-ից 13-ը։
Նավահանգստի շուրջ կան դիտակետեր, այստեղից կարելի է անվճար դիտել շքերթը։ Հնարավոր է նաև տեղ ամրագրել զբոսանավի վրա, սա արդեն վճարովի ծառայություն է։ Կազմակերպիչները խորհուրդ են տալիս տեղերը ամրագրել նախապես, դա թույլ կտա դիտել շքերթը ավելի մոտիկից։ Նավահանգիստը կզարդարվի լույսերով ու տոնական դեկորացիաներով, շքերթը դարձել է տարածաշրջանի վառ ավանդույթներից մեկը։ Նախորդ տարի այն նշեց իր 50-ամյակը։ Այս տարվա տոնակատարությունը ևս խոստանում է լինել յուրահատուկ, տոնական լույսերը կլուսավորեն ծովը 3 օր շարունակ, հիանալի տրամադրություն խոստանալով հազարավոր այցելուներին ու տեղի բնակիչներին Սուրբ Ծննդյան տոներից առաջ։ Փոքրիկ ընթերցողները եւ նրանց ծնողները հիանալի ժամանցի հնարավորություն կունենան Լոս Անջելեսի մանկական գրքի փառատոնում։ Այն կանցկացվի West Hollywood այգում, միջոցառումը կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ։ Մուտքն անվճար է բոլոր ցանկացողների համար։ Փառատոնը կսկսվի օգոստոսի 23-ին առավոտյան ժամը 9-ին, ծրագրում կան տիկնիկային ներկայացումներ եւ հանդիպումներ հեղինակների հետ։ Փառատոնին մասնակցելու համար պետք է գրանցվել կայքում, այստեղ կլինեն ավելի քան 100 ցուցադրողներ։ Ծնողների համար նախատեսված են նաեւ մասնագիտական քննարկումներ, այգում կգործեն հատուկ տարածքներ երեխաների ակտիվ ժամանցի համար։ Միջոցառումը կավարտվի զվարճալի փրփրուն երեկույթով։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Ապագայի տաքսիները Լոս Անջելեսի փողոցներում քաղաքում հասանելի են դարձել Waymo ընկերության նոր մեքենաները։ Ohio անունը կրող առանց վարորդի տրանսպորտը նման է մինիվենի եւ հարմարավետ է։ Այս մեքենաները նախագծված են հատուկ ինքնավար երթևեկության համար։ Նոր մեքենան ունի բարձր տանիք եւ լայն դռներ։ Ուղևորների համար կան հարմար նստատեղեր ու զվարճանքներ։ Այժմ հնարավոր չէ հատուկ պատվիրել այս մոդելը, համակարգը այն տրամադրում է ավտոմատ հասանելիության դեպքում։ Ապագայում ընկերությունը կավելացնի մեքենայի ընտրության հնարավորությունը։ Այժմ այն հասանելի է նաև Ֆինիքսում եւ Սան Ֆրանցիսկոյում։ Ծրագրվում է ընդլայնել ծառայությունը տասնյակ այլ քաղաքներում։ Տարվա վերջին մեքենաները կհասնեն Դենվեր, Սան Դիեգո եւ Լաս Վեգաս։ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը չեղյալ է հայտարարել վրանների արգելքը 13-րդ շրջանի 12 թաղամասերում։ Այս տարածքներում անօթևանները կկարողանան ճամբարներ հիմնել։ Որոշումը վերաբերում է Լոս Անջելեսի Hollywood, Silver Lake, Echo Park, Atwater Village, Larchmont Village, Արևելյան Hollywood, Elliston Valley եւ Elliston Heights, Glassell Park, Historic Filipino Town, Little Armenia, Thai Town, Westlake եւ Wilshire Center թաղամասեր։ Քաղաքի մնացած մասերում սահմանափակումները դեռ ուժի մեջ են։ Քննադատները մտավախություն ունեն, որ սա վատ օրինակ կդառնա։ Այլ շրջաններում նույնպես կարող են պահանջել նման փոփոխություններ։ Դպրոցների մոտ անօթևանների ճամբարները մնում են արգելված։ Իրավիճակը Լոս Անջելեսում շարունակում է մնալ լարված։ Անօթևանների հարցը մնում է Լոս Անջելեսի գլխավոր մարտահրավերներից մեկը։ Մոռացված թեյավճարը փոստով Տեքսասի բնակիչը այցելել էր Լոս Անջելեսի սրճարաններից մեկը։ Հեռանալուց հետո սկսել է կասկածել, թե արդյոք թեյավճար է թողել ու որոշել է ուղղել այդ սխալը փոստով ուղարկելով $50 թեյավճար։ Նա նամակ է գրել սրճարանին, պատմել, որ իր առաջին աշխատանքը եղել է սպասարկումը եւ որ ինքը լավ գիտի թեյավճարի կարեւորությունը մատուցողների համար։ Այդ պատճառով նա չի կարողացել հանգիստ թողնել հարցը։ Դրա համար էլ որոշել է թեյավճարը ուղարկել նամակի հետ։ Սրճարանը ստացել է գումարը, իսկ հաճախորդի անկեղծ նամակը համացանցում հազարավոր օգտատերերի գովերքի խոսքերին է արժանացել։ Առջևում մեր թողարկման երկրորդ հատվածն է, Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի ամենահետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ։ Օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող ժամանցային եւ մշակութային միջոցառումները։ Indie Pop-ի սիրահարներին անմոռանալի հանդիպման է հրավիրում TV Girl խումբը։ Խոսքը Just Like Heaven 2026 փառատոնի մասին է։ Խումբը, որը հայտնի է իր յուրահատուկ հնչողությամբ եւ հիշվող մեղեդիներով, ելույթ կունենա Pasadena-ի Brookside at the Rose Bowl-ում օգոստոսի 22-ին ժամը 12-ին։ Աշխարհահռչակ ռոք խումբը Foo Fighters-ը երաժշտասերներին հրավիրում է մասշտաբային համերգի Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Յոլայի Լոս Անջելեսի երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ։ Խումբը կներկայացնի իր հզոր հիթերը համատեղելով ռոքի էներգիան սիմֆոնիկ նվագախմբի շքեղ հնչողության հետ պատմական Hollywood Bowl-ի բեմում օգոստոսի 22-ին երեկոյան ժամը 6:30։
Դասական երաժշտության երկրպագուներին հրավիրում է Գուստավո Դուդամելը։ Համերգը նվիրված է դիրիժորի հարուստ ստեղծագործական ժառանգությանը, որը ներկայացվելու է Լոս Անջելեսի հայտնի Հոլիվուդ Բոուլի բեմում օգոստոսի 23-ին երեկոյան ժամը 7-ին։ Հայկական աստղաբույլը Los Angeles-ում Echoes of Our Ancestors, Heroes and Saints-ը հանդիսատեսին կպարգևի անկրկնելի զգացողություններ հայոց հերոսներին եւ սրբերին նվիրված մեգա համերգի ընթացքում բեմում կլինեն Սերժ Թանկյանը, Արտոթունչ Բոյաջյանը, Սեբուն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրակդարյանը, Մաշա Մնջոյանը եւ բազմաթիվ այլ աստղեր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամը 8-ին Los Angeles-ի The Greek Theatre-ում։ Հայկական թատերական ընկերությունը հրավիրում է մասնակցել ամենաճանաչված ամերիկահայերից մեկի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 120-ամյակի նվիրված հատուկ երեկոյին։ Թատերախումբը, որը հայտնի է հայկական դրամատուրգիան հանդիսատեսին մոտեցնելու եւ սարոյանական ոգին պահպանելու իր նվիրվածությամբ, կներկայացնի բեմում գրողի մի շարք կարճ պիեսներ ու հատվածներ նրա հայտնի պատմվածքներից։ Օգոստոսի 22-ին երեկոյան ժամը 10-ին Գլենդելի The Center of Armenian Arts կենտրոնում։ Հիանալի նորություն ինդի փոփի երկրպագուների համար Նոա հանրահայտ խումբը հրավիրում է անմոռանալի երեկոյի։ Խումբը, որն առանձնանում է իր յուրահատուկ ձայնային բազմազանությամբ եւ էներգետիկ կատարումներով, կներկայացնի իր լավագույն ստեղծագործությունները Լոս Անջելեսի The Belvedere համերգասրահում օգոստոսի 28-ին երեկոյան ժամը 7-ին։ Նոր եւ յուրօրինակ երաժշտական փորձառություն երաժշտասերների համար Listen Unplugged-ի եզակի համերգի ժամանակ հանդիսատեսը կստանա HD անլար ականջակալներ, որոնք ապահովում են ստուդիական որակի հնչողություն եւ թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմել միահարթի, Kia Noester-ի եւ Sophie Pecora-ի կատարումների մեջ։ Երեկոն ներառում է 3 անհատական ելույթներ, որոնք հնարավորություն են տալիս լսել երաժշտության ամենանուրբ երանգ Օգոստոսի 28-ին երեկոյան ժամը 7-ից 10-ը Լոս Անջելեսի The Historic Deco Buildings-ում։ Լոս Անջելեսը ժամանելու համաշխարհային աստղզայնը համաշխարհային շրջագայության շրջանակներում սիրված արտիստը կներկայացնի իր նոր եւ լավագույն հիթերը Ինգլվուդի Intuit Dome համերգասրահում օգոստոսի 28-ին երեկոյան ժամը 7-ին։ Leimert Park-ի 7-րդ ամենամյա ջազային փառատոնը երաժշտասերներին բացառիկ հնարավորություն է տալիս վայելել ջազի անկրկնելի մթնոլորտը։ Փառատոնը ներկայացնում է տպավորիչ ծրագիր Խոսե Ջեյմսի կողմից Ջոն Քոլտրեյնի նվիրված նախագծով, լեգենդար դաշնակահար Բոբի Ուեսթի ելույթով, ինչպես նաև West Coast Get Down կոլեկտիվի եւ Palm Century երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ։ Հանդիպումը կկայանա Լոս Անջելեսի Baldwin Hills Crenshaw Plaza-ի տանիքում միավորելով ջազի տարբեր սերունդներին։ Օգոստոսի 29-ին ժամը 11:30-ից մինչև երեկոյան ժամը 8:30։ Էլի մի հիանալի լուր ջազի սիրահարների համար Smooth Summer Jazz-ը հրավիրում է Hollywood Bowl ջազի եւ soul երաժշտության երկրպագուներին։ Համերգային ծրագիրը կմեկնարկի լեգենդար երաժիշտ եւ թմբկահար Շեյլայի ելույթով, որին կհաջորդեն սաքսոֆոնահար Բոնի Ջեյմսի հմայիչ կատարումները։ Երեկոյի գլխավոր հյուրերը The Commodores խումբը կներկայացնեն իրենց անմահ հիթերը Brick House-ից մինչև Easy հանդիսատեսին պարգևելով 70-ականների եւ 80-ականների լավագույն R&B եւ funk ռիթմերը։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամը 6:30-ից 10:30։ Չենք մոռանում գուրմաններին ամբողջ 2 շաբաթ էժան ու համեղ ուտեստներ ճաշակելու համար։ Dine LA ռեստորանային շաբաթը հրավիրում է գուրմաններին բացահայտելու Լոս Անջելեսի հարուստ եւ բազմազան խոհարարական աշխարհը։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում աջակցելու տեղի շեֆ խոհարարներին եւ ռեստորաններին, որոնք ձևավորում են քաղաքի գաստրոմշակույթը։ Լոս Անջելեսի շուրջ 460 ռեստորաններ առաջարկում են հատուկ ճաշացանկեր, սկսած $15-ից, թույլ տալով այցելուներին վայելել ինչպես նոր եւ հետաքրքիր ուտեստներ, այնպես էլ սիրելի դասական ճաշատեսակներ։ Օգոստոսի 14-ից 28-ը ժամը 12-ից երեկոյան ժամը 11-ը։
Հուսով եմ, այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք եւ հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։